Սուրճ ու սեր առավոտից։ 9:30 բարի գալուստ հանրային ռադիոյի ուղիղ եթեր։ Բարի լույս հարգելի ռադիոլսողներ, ուրախ ենք կրկին ողջունել ձեզ հանրային ռադիոյի ուղիղ եթերում, ասել բարի լույս եւ առավոտից մաղթել միմիայն հաճելի ու լավ տրամադրություն։ Այո, մենք վերադարձել ենք Սյունիքի մարզ կատարած ճամփորդությունից հետո եւ կրկին մեծ ուրախությամբ հանրային ուղիղ եթերում ենք։ Մենք այստեղ ենք, արդեն վերադարձել ենք, այո, բայց շարունակական են լինելու նման համերգային ծրագրերը ամբողջ ամսվա ընթացքում, այնպես որ հետևեք մեր թողարկումներին, որպեսզի իմանաք թե ում տուն ենք այս անգամ գնալու։ Օգտվելով առիթից նաեւ ուզում ենք շնորհակալություն հայտնել Մեղրի եւ Սիսյանի մեր բոլոր ունկնդիրներին, ջերմ նամակների, սրտիկների եւ ջերմությունության համար։ Այո, շնորհակալություն ենք հայտնում, որովհետեւ որքան էլ հեռու է, որքան էլ ճանապարհներ ենք հաղթահարում, այդուհանդերձ լիցքավորվում ենք հենց ձեր ջերմ էներգիայից ու շռնդալից ծափահարություններից։ Դե ինչ, մենք հանրայինի ուղիղ եթերում ենք, սկսված է 2026-ի 25-րդ աշխատանքային շաբաթը, հունիսի 16-ն է, օրը երեքշաբթի։ Եվ եթերում ձեզ համար աշխատում են Տիգրան Հարությունյանը Եվ Լուսինե Մուրադյանը, միացեք մեզ, մեր լայվերը եւս գործարկված են, կարող եք մեզ ոչ միայն լսել, այլև տեսնել, դե իսկ մենք ասում ենք բարի լույս։ Քեզ հանդիպում եմ ամեն առավոտ, երբ դուրս եմ գալիս տանից ամեն օր, քո գեղեցկության մասին չկա խոսք, որ բառերն արդեն էլ չեն հերիքում, ես գիտեմ հիմա քեզ շատ դժվար է, լուր հեռվից նայել թե ուր ենք հասել, որտեղից ենք եկել ու ինչ ենք դարձել, տեսնես ինչից ենք ես կան ճարացել, վայ լելե ջան լելե, մասիսը սալելե, հալելե, վայ լելե ջան լելե, մասիսը սալելե, հալելե, վայ լելե ջան լելե, մասիսը սալելե, հալելե, վայ լելե ջան լելե ջան, մասիսը սալելե, հալելե, Քեզ մեզնից գողացան ու տարան, որ կորցնենք մենք հավատ ու աստված, որ հերվից քեզ նայենք ու զղջան, բայց երբեք մեզ հետ դասել չեղան, գիտեմ հայ լինելը շատ դժվար է, հայ մնալն ավելի շատ դժվար է, դե լավ ես գնամ նորից քեզ նայել, քո գեղեցկության մասին եւ գրել, վայ լելե ջան լելե, մասիսը սալելե, հալելե, վայ լելե ջան լելե, մասիսը սալելե, հալելե, վայ լելե ջան լելե, մասիսը սալելե, հալելե, վայ լելե ջան լելե ջան, մասիսը սալելե, հալելե, վայ լելե ջան լելե, մասիսը սալելե, հալելե, վայ լելե ջան լելե ջան, մասիսը սալելե, հալելե, վայ լելե ջան լելե, մասիսը սալելե, Սուրճ ու սեր առավոտից։ 9:35 կրկին ասում ենք բարի լույս բոլորին։ Եվս մեկ անգամ ողջունում ենք բոլորիդ հարգելի ռադիոլսողներ ու եւս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում ջերմ ընդունելության համար, իսկապես տպավորված ենք եւ որոշակի յուրատեսակ լիցքերով վերադարձել ենք Երևան։ Շնորհակալ ենք իսկապես ձեր ջերմ ընդունելության, գեղեցիկ, չգիտեմ, ժպիտների ու ծափահարությունների համար։
Օգտվելով առիթից արի ասենք հաջորդ կանգառը որն է լինելու։ Արի ասենք հաջորդ կանգառը որն է լինելու։ Ուրբաթ մեկնում ենք Բերդ։ Մեկնում ենք Բերդ եւ ուրբաթ շաբաթ ունենալու ենք համերգներ։ Առաջին կանգառը Բերդում է։ Այո, այս անգամ դեպի Տավուշի մարզ ենք մենք ուղևորվում։ Սկզբում առաջին կանգառը կլինի Բերդում, հարգելի ռադիոլսողներ։ Մենք հունիսի 19-ին կուղևորվենք Բերդ։ Ժամը այնուհետև հունիսի 20-ին համերգ ենք ունենալու Բերդում, հունիսի 19-ին, իսկ հունիսի 20-ին մենք Վարդենիսում ենք ունենալու համերգ։ Ամեն ճիշտ է։ Այո։ 19-20։ 19-20 Բերդ 19-20։ եւ Վարդենիս։ Այնպես որ սպասեք մեզ, մենք գալիս ենք։ Մանրամասները առաջիկա օրերին դեռ կանդրադառնանք, դեռ կխոսենք։ Չմոռանանք կարևոր եւս մեկ բան, մենք գալիս ենք Հայաստանի հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի հետ, այնպես որ գեղեցիկ համերգ է սպասվում։ Այո, ժողովրդական հայ երգի տոն է սպասվում այդ տարածաշրջանի բնակիչների համար։ Այո, հատուկ ձեզ համար։ Ինչ անում ենք, ձեզ համար ենք անում, սիրելի ռադիոլսողներ։ Հունիսի 16-ն է, օրը 3 շաբթի, տեսնենք թե ինչ եղանակ է այս պահին Երևանում 21 աստիճան է, օրվա ընթացքում մինչև 28 աստիճան կբարձրանա սանդղակը, երեկոյան ժամերին մայրաքաղաքի որոշ հատվածներում խոստացել են կարճատև անձրևիկներ, ինչպես ասում եմ։ Ամպրոպել կլինի, նաև քամուշ գնացում 15-ից 18 մետր վարկյան արագությամբ։ Անձրևիկներ սպառնում են։ Տեսնենք ինչ իրավիճակ է հանրապետության տարածքում։ Երկու օր առաջ մենք հրաշքով անցանք կապանը եւ այնտեղ ջրհեղեղ սկսվել։ Հուսանք իրավիճակը շփվել է։ Այսօր հունիսի 16-ին առավելապես կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև եւ ամպրոպ տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ, այնպես որ եղեք ուշադիր։ Հարգելի եղանակ, արդեն ծիծաղելու չի ամառային այս հրաշալի շրջանում անդադար անձրևներ ուղարկել։ Բայց այսօրվանից մինչև հունիսի 20-ը եղանակը ջերմաստիճան է, ճիշտ, աստիճանաբար կբարձրանա 4-ից 6 աստիճանով։ Ի վերջո զգանք ամռան շունչը։ Այդ անձրևները ամեն ինչ փչացնում են, ամեն ինչ փչացնում են այդ անձրևները։ Գնանք ճանապարհներ։ Գնացինք ճանապարհներ, տեղեկացնենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանել են։ Իդեպ մեր գործընկեր Լիաննա Եղիազարյանից ստանում ենք լուսանկարներ, որը նա հատուկ մեզ համար է արել Ամբերտ Բարձր Լեռնային կայանի ճանապարհին եւ ասում է, որ բաց ու փակ լինելը երբ ներկայացնում եք, ապա տեսեք թե ինչ է կատարվում, այնտեղ նույնիսկ սրճարանները կամ ռեստորանները սկսել են աշխատել հունիսի 1-ից, երբ մի քիչ ճանապարհ է բացվել եւ նկարներով ու վիդեո տարբերակով տեսնում ենք թե որքան ձնառատ է այդ հատվածը, այնպես որ պետք է գնալ, քանի ձյունը կա։ Գնալ եւ տեսնել։ Ինչ վերաբերում է Լարսին, հարգելի Տիգրան, ասենք, որ Ստեփանձմինդա Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ինչ վերաբերում է մայրաքաղաքի ճանապարհներին, հարգելի Լուսինե, ապա ասենք, որ այս պայն 7 բալ է խցանումային նիշը եւ հենց այս պայն կողքի երկու թարմ ավտովթար ունենք։ Չէ, երկուսը կողք են Բագրատունյաց փողոցի վրա դեպի Երևանյան լիճ տանող կամուրջի հատված, հա մոտավորապես Երևան City-ի մոտ է։ Երկու ավտովթար ունենք հենց Բագրատունյացի վրա։ Հաջորդ ավտովթարը հիմա ես ձեզ կասեմ թե որ հատվածում է։ Եթե այն չի վերացել, ոչ, ցավոք սրտի չի վերացել։ Եվ ահա խնդրեմ Միասնիկյան պողոտայի վրա իջնող հատվածում ունենք ավտովթար եւ բնականաբար այդ հատվածը ծանրաբեռնված է։ Եղեք կանխատեսելի վարորդների համար, սիրելի գործընկեր վարորդներ, զգուշացրեք ձեր գործընկերներին, ձեր գործողությունների մասին, թարթիչի մասին մի մոռացեք, դա շատ կարևոր է։ Եվ եւս մեկ կարևոր հանգամանք պիտի նշենք, հարգելի ռադիոլսողներ, որ վաղվանից արդեն փակ է լինելու Կիևյան կամուրջը, դա նշանակում է, որ գերծանրաբեռնված են լինելու որոշակի փողոցներ, այստեղ մենք ձեզնից ակնկալում ենք զգոնություն, ուշադրություն, որպեսզի դուք կարողանաք այնպես անել, որ որքան հնարավոր է խցանումներ չստեղծեք, որովհետև ստացվում է, որ բազմաթիվ տրանսպորտային հոսքեր տեղափոխվելու են այլ ուղղություններով են գնալու։ Այո, ծանրաբեռնվածությունը գնելու է արդեն Դալմայի մոտով, հա։ Այո, այդ ճանապարհով։ Ծիծեռնակաբերդի խճուղու վրա, Ձորի ճանապարհը եւ իհարկե Դավթաշենի կամուրջը եւս։ Թվում է Դավթաշենի կամուրջը պարալիզացվելու է, որովհետև առանց այդ էլ գերծանրաբեռնված էր։ Դե հուսանք բարեկները մեզ կօգնեն։ Հիշեցնենք, որ կամուրջը, Կիևյան կամուրջը հիմնանորոգվում է եւ մինչեւ օգոստոսի 29-ը այն փակ է լինելու երթևեկության համար։ Այսօր մենք վերջին անգամ կարծես անցանք կամուրջով։ Պատմական պահ է մեզ համար։ Հարգելի ռադիոլսողներ, այն մարդիկ, ովքեր օգտվում են տրանսպորտային միջոցներից, ձեզ տեղեկացնենք, որ Հալաբյանի հատվածում, որպեսզի խնդրահարույց չլինի եւ հստակ իմանաք, ճշտեք վարորդից նոր մուտք գործեք
ավտոբուս, որովհետև ավտոբուսները մինչև Համալիր հասնելու են, հետո շրջադարձ են կատարելու, որպեսզի այդ տեղի բնակիչները եւս չզրկվեն տրանսպորտային միջոցներից, հետեւաբար ստացվելու է, որ բարձրացող ուղղությամբ լինելու են նույն համարից մի քանի ավտոբուս, բայց վերջնամասը լինելու են տարբեր։ Կընտելանանք, կսովորենք, բայց կունենանք նոր կամուրջ։ Ձեզ խորհուրդ վաղվանից մի քիչ շուտ դուրս եկեք նախատեսվածից ավելի, որովհետև առաջին մեկ շաբաթը կարծես փորձնական լինի, մինչև հարմարվենք, որպեսզի չուշանանք կարևոր հատվածներից։ Գնանք օթային հատված եւ տեսնենք ինչ է կատարվում։ Եթե նայում ենք ժամանումների սանդղակը, ապա ունենք 2 վաղաժամ, չէ, 3 վաղաժամ վայրեջք, 1 ուշացում, նույնիսկ 4 վաղաժամ վայրեջք, Լառնակայի չվերթը 10:50-ի փոխարեն վայրեջք է կատարելու 10:28-ին, վաղաժամներն եմ նախասում, Դուբայի 2 չվերթները 11:25-ի փոխարեն Հայաստան են ժամանելու 10:56-ին, Շարժայի չվերթը 13:10-ի փոխարեն Հայաստան է ժամանելու 12:27-ին։ Ունենք նաև 2 ուշացում հարգելի ռադիոլսողներ, Մոսկվայի եւ Սոչիի չվերթներն են։ Մոսկվայի չվերթը ժամը 11-ի փոխարեն Հայաստան կժամանի կեսօրին, Սոչիի չվերթը ժամը 11-ի փոխարեն Հայաստան է ժամանելու ժամը 15-ին։ Ուշադիր եղեք, որպեսզի ձեր հարազատներին, բարեկամներին դիմավորեք։ Եթե մեկնումների սանդղակն ենք նայում, ապա տեսնում ենք, որ ունենք կրկին 2 ուշացում, հետեւաբար Մոսկվայի եւ Սոչիի չվերթները ուշ են եկել։ Մոսկվայի չվերթը 11:50-ի փոխարեն թռիչքը իրականացնելու է 13:10-ին, Սոչիի չվերթը 11:55-ի փոխարեն կիրականացնի 15:55-ին, բայց դուք ժամանակին գնացեք օդանավակայան։ Այո, ժամանակին, այն ժամանակին, որը գրված է ձեր տոմսի վրա։ Տեսնենք կենտրոնական բանկը տարադրամ ինչ փոխարժեքներ է սահմանել այսօրվա համար, ամերիկյան $1 փոխարժեքը 368 դրամ է, 1 եվրոն 427, ռուսական 1 ռուբլու փոխարժեքը 5.8 դրամ է, վրացական լարին 138, դիրխամը 100 դրամ է եւ իրանական ռիալը 0.026 դրամ է։ Այսպեսին է, իրավիճակը քիչ անց նաեւ կբացենք հունիսի 16-ի օրացույցը եւ կտեղեկանանք այն ամենին, ինչ տեղի ունեցել տարիներ առաջ։ reality, irony. You won't find out what has been killing me. Can't you see me? It breaks my heart 'cause I know you're the one for me. Can't you see? And you will never know. I will never show. And you will never know what I need from you, no. And you will never know. I will never show what I feel, what I need from you, no. And you will never know.
killing me. Can't you see me? It breaks my heart 'cause I know you're the one for me. Don't you feel sad? There never was a story, obviously. And you will never know. I will never show what I feel, what I need from you, no. And you will never know. I will never show what I feel, what I need from you, no. And you will never know. I will never show what I feel, what I need from you, no. And you will never know. I will never show what I feel, what I need from you, no. Սուրճ ու սեր առավոտից։ 9:48 րոպե դուք շարունակում եք լսել եւ դիտել հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Եվս մեկ անգամ ողջունում ենք ձեզ հարգելի ռադիոլսողներ եւ առաջարկում ենք միասին բացել պատմության էջերը եւ հասկանալ թե ինչ իրադարձություններ են տեղի ունեցել ու առհասարակ ինչ տոներ կան պատմության մեջ հենց այսօր։ Հիշեցնենք եւս մեկ անգամ հունիսի 16-ն է օրը, երեքշաբթի, այսօր աշխարհում նշում են Աֆրիկայի երեխաների պաշտպանության օրը։ Նաև ասեմ, որ ծովային կրյաների համաշխարհային օրն է այսօր, այն նշվում է ամեն տարի հունիսի 16-ին, այնպես որ կարող ենք շնորհավորել ծովային կենդանիներին, եւ այստեղ ամերիկյան ոչ պաշտոնական մեկ տոն էլ կա, բայց շատ տարածված է, այն կոչվում է համեղ տոն։ Դե չենք զարմանում, չէ՞, որ Միացյալ Նահանգներում այդպիսի տոն կա։ Եվ այստեղ ունենք նաև բնապահպանական նախաձեռնություն, միանգամյա պլաստիկի օգտագործումը նվազեցնող նպատակով հատուկ օր կա, որը նշվում է կրկին, այնպես որ շատ լավ է, եւ մաքուր օդի օր կա։ Լավ օր է, եթե այդ օրը պահպանվի ամեն օր։ Ամեն օր, չէ՞, պահպանենք եւ մաքուր պահենք իհարկե։ Տեսնենք էլ ինչ կա օրացույցում իրադարձություններից նաև 2003 թվականին Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցան ՆԱՏՕ-ի անդամ երկրների բանակների զորավարժությունները։ Իսկ այժմ տեղափոխվենք 1999 թվական, հենց այսօր ամերիկյան կինոակադեմիան հրապարակեց ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկը։ Ջազի սիրահարները հավանաբար գիտեն, թե ինչ օր է հունիսի 16-ը, քանի որ հենց այսօրը 1972-ին Նյու Յորքում բացվել է ջազի թանգարանը։ Իսկ 1971 թվականի այսօրն է ծնվել ամերիկացի рэփեր, դերասան, պրոդյուսեր Թուփակ Շաքուրը։ Ով չի լսել Վալենտինա Տերեշկովայի անունը, բոլորը կարծում եմ, հենց այսօրը 1963-ին նա տիեզերք թռավ առաջին անգամ որպես առաջին կին։ 1960 թվականի այսօրը Նյու Յորքում կայացել է Ալֆրեդ Հիչկոկի Փսիխո ֆիլմի պրեմիերան, կարծում եմ շատերն են տեսել այդ ֆիլմը։ 1943-ի հունիսի 16-ին 54-ամյա Չարլի Չապլինն ամուսնանում է 18-ամյա Ունա Օնիլի հետ։ 30 տարի տևած ամուսնությունից զույգը 8 երեխա է ունենում, Օնիլը Չապլինի 4-րդ ու վերջին կինն է եղել, որի հետ դերասանն ապրել է մինչև կյանքի վերջ։ Հասկանում ես, 8 երեխա։ Բա 1930 թվականի այսօրը ԽՍՀՄ-ն անցավ դեկրետային ժամանակի։ Ղրիմում բացվել է խորհրդային ամենահայտնի պիոներական ճամբարներից մեկը Արտեկը, դե անունը կարծում բոլորն էլ գիտեն, դա տեղի ունեցել
1925 թվականին։ Շարունակենք հարգելի ռադիոլսողներ, 1920 թվականի այսօրը Հաագայում բացվել է ազգերի լիգայի միջազգային տրիբունալը։ 1903-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հենրի Ֆորդը հիմնադրել է Ford Motors ավտոմեքենաների ընկերությունը։ Եվ 1903 թվականի այսօրն է գրանցվել հայտնի գազավորված ըմպելիքի քույրը թե եղբայրը ասենք, որ կարծես մրցակցության մեջ լիներ։ Մշտապես մրցել են, չգիտեմ հիմա մրցում են թե ոչ, բայց կային թեժ պայքարի տարիներ։ Պեպսիի մասին է։ Այո, իդեպ ասենք, որ այդ միֆերը հատուկ նաև մարքեթինգային քաղաքականության արդյունք են, որպեսզի մարդիկ ասեն սա է սիրում, թե սա է սիրում մի խոսքով։ Մի խոսքով։ Ահա, եւս մեկ լուրջ ավտոաշխարհից 1896-ի այսօրն է ծնվել ֆրանսիացի ավտոարդյունաբերող Ժան Պեժոն։ 1894 թվականի այսօրը Սորբոնի համալսարանում Պիեր դե Կուբերտենի նախաձեռնությամբ սկսվել է առաջին օլիմպիական կոնգրեսը։ 1784-ին Հոլանդիայում արգելվեց նարնջագույն հագուստ կրելը։ Ինչ հետաքրքիր է։ Բայց գնանք 1846 թվական, հենց այսօրը Հռոմի պապ ձեռնադրվեց Պիուսի 9-րդը, որը դարձավ Հռոմի պապերի մեջ ամենաերկար կառավարողը։ Այսօրն է ծնվել նաև իտալացի գրող ու պոետ Ջովաննի Բոկաչոն Դեկամերոնի հեղինակը։ Նրա ծննդյան տարեթիվն է 1313։ Հետաքրքիր գործ է Դեկամերոնը, որը երբեք չի հնանում եւ միշտ կարելի է տեսնել թատրոններում, բեմադրություններում, կարդալ ի վերջո։ Այսքանը հունիսի 16-ի նորացույցից մենք շարժվում ենք առաջ եւ ունենք այս պահին նաեւ ողջույն Ինուսա Դավուդայից։ Դու ճանաչում ես Ինուսային։ Արդեն ճանաչել եմ քո շնորհիվ։ Ճանաչել ես։ Բայց երգը կդնես հետո անպայման։ Երգը բոլորն էլ կարծում լսել են եւ շատ սիրված են։ Խոսքից հետո, բայց կդնես երգը։ In Public Radio Armenia, my name is Inusa Dauda, and you are tuning to the right station. They say
Սուրճ ու սեր առավոտից։ 9:56 կրկին ասում ենք բարի լույս բոլորին։ Բարի լույս հարգելի ռադիոլսողներ, հատկապես ուզում եմ ողջունել այն ռադիոլսողներին, ովքեր ակտիվ են եւ լայվի մեկնաբանությունների դաշտում ակտիվ գրում են դեպ Էդիկ Բաբուջանին ենք ողջունում, Արտակ Մխիթարյանին ենք ողջունում, Սիրուշ Աբրահամյանն ասում է բարի լույս Հայեր ջան, մեր սիրելի հաղորդավարներ ջան, անչափ կարևոր եւ հաճելի աշխատանք եք կատարում առավոտյան, սկսում ենք բարձր տրամադրությամբ, Վրեժ Կազարյանն է մեզ ողջունում, Վարդիթեր Գևորգյանն էլ ասում է բարի լույս բոլորին, լավ օր ձեզ սիրելի հաղորդավարներ, ուղևորությունը Սյունիքում շատ լավ ու ճիշտ միջոցառում է, շնորհակալություն։ Այո, մեր շարունակում են գրել Սյունիքի մարզի մեր ռադիոլսողներ, հատկապես Մեղրի եւ Սիսյանի հանդիսատեսը, ովքեր ջերմ գնահատականներ են մեզ փոխանցում նաեւ սոցհարթակների միջոցով։ Այո, անչափ շնորհակալ ենք նաեւ, որ շռայլում եք ջերմ խոսքեր։ Իդեպ ասենք, որ այսօր եւս մեկ հետաքրքիր տոն կա, խոսքը վերաբերում է ֆինանսական գրագիտության մասին եւ հունիսի 16-ին աշխարհում նշվում է ընտանեկան դրամական փոխանցումների միջազգային օրը։ Այն հիշեցնում է, երբ կա փող, կապ չունի թե որտեղից, պետք է կարողանանք այն ճիշտ կառավարել եւ ունենանք ֆինանսական գրագիտություն։ Այս պահին ողջունում ենք։ Եվ հենց այդ մասն էլ մենք խոսենք մեր հյուրի հետ ժամը 10-ից հետո։ Բայց մինչ այդ հարցնենք մեր ռադիոլուրի գործընկեր Կարեն Ղազարյանին, նախ բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս, տեսնենք Կարեն ինչպես է կառավարում իր ընտանեկան ֆինանսները։ Այնպես անել, որ ամեն ինչ բավականացնի կամ կարողանաս մի քիչ կողք դնել, դժվարությամբ, բայց ստացվում է, ասպես ասեմ։ Իսկ ինչ ես կարծում, ֆինանսական գրագիտությունը որ տարիքից պիտի սովորեցնեն։ 5 տարեկանից սկսած։ Մի քիչ ավելի շուտ երևի։ Հիմա ես սերունդը այնպես է։ Հիմա սերունդը արդեն պահանջում է քարտեր, ասում է ինձ քարտ անեք, չնայած որ 16-ը դեռ չի լրացել, բայց երեխաները պահանջում են։ Դե ամեն ինչ օնլայն համակարգով է ստացվել։ Իսկ ավելի շատ քեզ հարմար է հաշվարկներ կատարել, երբ ձեռքիդ փող է, թե օնլայն տարբերակով։ Հիմա արդեն բավականին ժամանակ վարժվել ենք օնլայն տարբերակին, երևի ավելի շատ օնլայնը ավելի անկանխիկ գործարքներն ավելի հեշտ են, բայց լինում են պահեր, որ շատ կարևոր կլինի կանխիկ գումար ունենալ եւ այդ ձևով եւ արդեն անցել են այն ժամանակները, տանից դուրս գործ մոռանում ես դրամապանակը եւ ասում ես վայ դրամապանակս մոռացել եմ։ Հիմա եթե ունես հեռախոս, խնդրեմ, կարող ես ուր ուզում ես գնալ։ Դրամապանակ ունենք, բայց հեռախոսն էլ հնարավոր է մոռանալ։ Իրականում ես հեռախոսով ոչ մի գործարք չեմ անում, ամբողջ կատարում եմ քարտային հավելվածների միջոցով եւ քարտերով, բայց դրամապանակ պահում եմ քարտերի համար։ Ամբողջ հարցը այն է, որ այլևս ակտուալ չեն մեծ չափի դրամապանակները, որովհետեւ գումար չես պահում քարտերի համար։ Ինձ համար ակտուալ է միայն հեռախոսը։ Դե դու գտել ես լավ տարբերակ։ Իմիջիալոց տղամարդկանց համար էր լուրջ խնդիր դրամապանակը հետը քաշտան պայուսակցությունն, հիմա այդ հարցը լուծել եք։ Այդ հարցը լուծել ենք, լուրերի հարցել ենք, կարծես լուծել, Կարեն խոսափողոքեզ ենք տրամադրում, իսկ մենք կհանդիպենք լուրերից հետո։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ, հանրային ռադիոյի ուղիղ եթերում աշխատանքն է շարունակում ռադիո լուրերատվական ծրագիրը, տաղավարում Կարեն Ղազարյանն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են արտահանման ոլորտում առկա միտումներն ու առաջիկա քայլերը։ Մասնավորապես ներկայացվել են գյուղատնտեսական եւ այլ արտադրատեսակների արտահանման ծավալները, դիվերսիֆիկացիայի ուղղությամբ իրականացվող քայլերն ու միջոցառումները։ Անդրադարձ է կատարվել Եվրոպական միության անդամ եւ այլ երկրներ արտահանման աջակցության ծրագրի ընթացքին, ներդրվող գործիքակազմերին ու մեխանիզմներին, ֆերմերային տնտեսություններին օժանդակություն ցուցաբերելու գործողություններին։ Վարչապետ Փաշինյանն անհրաժեշտ է համարել արտադրողների հետ մշտական կապի պահպանումը, արտահանման խթանման միջոցառումները, ծրագրերն ու քայլերը լավարկելու, խնդիրները վերհանելու եւ անհրաժեշտ լուծումներ գտնելու նպատակով։ Այդ համատեքստում երկրի ղեկավարը կարևորել է տնտեսության դիվերսիֆիկացմանը միտված գործողությունների հետևողական իրականացումն ու այդ ուղղությամբ պետություն, մասնավոր հատված սերտ համագործակցությունը։ Ռուսաստանի համար կարևոր է, որպեսզի Հայաստանի եւ Ռուսաստանի միջև պահպանվեն բարիդրացիական հարաբերությունները։ Այդ մասին ասել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։
Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարն ասել է. Մոսկվան հույս ունի, որ Հայաստանն ու Ռուսաստանը կպահպանեն բարիդրացիական հարաբերություններն ու համագործակցության զարգացումը։ Մեջբերում եմ, Ռուսաստանի համար կարևոր է, որ երկու երկրներն ամեն դեպքում պահպանեն բարիդրացիական հարաբերությունները, որպեսզի համագործակցությունը, տնտեսական, հումանիտար, ռազմատեխնիկական ուղղություններով փոխգործակցությունը զարգանա։ Մենք հույս ունենք, որ հենց այդպես էլ կլինի, ասել է Նարիշկինը։ Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անդրադարձել է հունիսի 15-ին հայկական կայքերից մեկի տարածած այն լուրերին, թե իբր Ուկրաինան ետ է ուղարկել հայկական պղպեղող բեռնված բեռնատարը, որովհետև պղպեղում միջատ է հայտնաբերվել, մասնավորապես թրիպս։ ՍԱՏՄ-ն հերքել է տարածված լուրը շեշտելով, որ Հայաստանից Ուկրաինա արտահանված բուսասանիտարական ենթահասկման որևէ բեռ չի վերադարձվել, մեջբերում եմ, Հայաստանից Ուկրաինա արտահանված բուսասանիտարական ենթահասկման որևէ բեռ չի վերադարձվել Ուկրաինայի լիազոր մարմնից Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը բեռների անհամապատասխանության վերաբերյալ որևէ գրություն կամ ծանուցում չի ստացվել։ Չի ստացվել նաև ահազանգ տնտեսվարողներից։ Լրատվամիջոցներին առաջարկում ենք հրապարակել իր տեղեկությունների աղբյուրը, եթե իհարկե այն կա, այլ լրատվամիջոցների հորդորում ենք չտարածել չճշտված ու կեղծ տեղեկատվություն, ասվում է հաղորդագրության մեջ։ 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ տալու գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել մեկ անձի նկատմամբ, այդ մասին հայտնում են քննչական կոմիտեից։ Նշված դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում 2026 թվականի հունիսի 7-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։ Նրա նկատմամբ տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը մերժվել է եւ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ Քրեական վարույթում նախաքննության համակողմանիությունն ապահովելու նպատակով իրականացվել են անհետաձգելի ապացուցողական եւ վարութային այլ գործողություններ, նշանակվել են փորձաքննություններ։ Նախաքննությունը շարունակվում է, ասված է քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։ Մեկ լուր միջազգային լրահոսից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի ավարտի վերաբերյալ նախնական համաձայնագիրն արդեն ստորագրվել է եւ ենթադրել է, որ պայմանավորվածության մանրամասները կհրապարակվեն բավականին շուտ։ Փոխնախագահ J.D. Vance-ը նախորդին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրը մոտ 1.5 էջանոց շատ ընդհանուր բնույթի փաստաթուղթ է։ Vance-ը հավելել է, որ բազմաթիվ մանրամասներ կհամաձայնեցվեն ապագա բանակցությունների ընթացքում։ Մի շարք հարցերի շուրջ մենք ստիպված կլինենք մշակել մանրամասները բանակցությունների տեխնիկական փուլի շրջանակում, սակայն հուշագիրը հիմք է ստեղծում, որի շրջանակում իրանցիները կստանան գործարքից բխող օգուտները, կատարելով իրենց ստանձնած պարտավորությունները, ասել է Վենսը։ Վենսի խոսքով փաստաթղթի առաջին կետում նշվում է, որ Իրանը պարտավորվում է ձգտել տարածաշրջանային խաղաղության եւ կայունության, ինչը նրա խոսքով ներառում է ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորման դադարեցում։ Ամենակարևորն այն է, որ նրանք ստանձնեն ստուգման ենթակա պարտավորություն չստեղծել միջուկային զենք, ասել է Վենսը։ Այս ժամի համար այսքանը, տաղավարում աշխատեց Կարեն Ղազարյանը, ռադիոլուրի հաջորդ թողարկմանը սպասեք ժամը 11-ին։ Դուք էլ ապրեք, ինչքան տևեց։ Սուրճ ու սեր առավոտից։ About
Սուրճ ու սեր առավոտից։ 10:08 րոպե, մենք վերադարձանք Հանրային ռադիոյի ուղիղ եթեր։ Եվ ասում ենք բարի լույս բոլորիդ հարգելի ռադիոլսողներ, հիշեցնում, որ Սուրճ ու սեր առավոտից ծրագիրն է Հանրայինի ուղիղ եթերում յուրաքանչյուր աշխատանքային առավոտ ձեզ սիրով ողջունում ենք եւ իհարկե ոչ միայն մեզ կարող եք լսել, այլև կարող եք դիտել, մուտք գործեք armradio.am կայք, դիտել կոճակը սեղմեք կամ Facebook-յան հարթակում հայատար գրում եք Հայաստանի Հանրային ռադիո լայվին հետևում եւ չեք մոռանում ջերմ ու գեղեցիկ մեկնաբանություններ թողնել։ Հունիսի 16-ն է, օրը երեքշաբթի, հիշեցնենք աշխարհում այսօր նշվում է ընտանեկան դրամական փոխանցումների միջազգային օրը եւ սա մի օր է, որ հիշեցնում է միլիոնավոր մարդկանց մասին, ովքեր աշխատում են հայրենիքից հեռու եւ իրենց վաստակած գումարն ուղարկում են ընտանիքներին, բայց երբ ընտանիքը ստանում է գումար, առաջանում է կարևոր հարց, ինչպես այն ճիշտ տնօրինել։ Եվ առհասարակ ընտանիքում միշտ են այդ հարցերը առաջանում, ինչպես տնօրինել ճիշտ, այստեղ օգնության պիտի հասնի մեզ բոլորիս ֆինանսական գրագիտությունը։ Եվ սիրով ողջունենք մեր հյուրին BS Cosmo Ակադեմիայի կրթական պատասխանատու Արևիկ Գևորգյանին, ասում ենք բարի լույս։ Բարի լույս, շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար։ Սիրով միշտ պատրաստ ենք, հատկապես երբ տեսնում ենք, որ մարդիկ որքան կարևոր գործեր են անում, եւ այստեղ եթերից առաջ էլ ձեզ հարցրեցինք, արդյոք հետաքրքրվողները շատ են, փոքրիկները, եւ մեր ռադիոլուրի գործընկերոջն էլ էինք հարցրել, թե որ տարեկանից պիտի սովորեցնենք ֆինանսական գրագիտություն, այլ ըստ ձեզ, որ տարեկանից պիտի երեխային արդեն սովորեցնենք փողի հետ գործ ունենալու տեսակ լավ չի ինչու, բայց ֆինանսական գրագիտություն։ Այո, ճիշտ եք, մի փոքր բարդ է հնչում, որովհետև թվում է, թե երեխային 10-ից 16 տարիքում, 16 տարեկան տարիքում, մի փոքր բարդ է ծանոթացնել ֆինանսների հետ, ֆինանսական գրագիտության հետ, թվում է, թե պիտի սկսենք բարդ տերմիններից, բանկեր, վարկեր, հարկեր եւ այլն, բայց ամենևին այդպես չի։ Սա սկսում է շատ ավելի պարզ թեմաներից, իմ գրպանի գումարը ինչպես տնօրինեմ։ Ենթադրենք այսօրվա համար ունեմ 1000 դրամ պայմանական, դա ինչպես ծախսեմ։ Մաման, առավոտը 1000 դրամն է թողել ինձ համար, ինչպես ծախսել։ Այո, ինչի վրա ծախսել, ինչին տալ առաջնահերթությունը, ինչը դիտարկել երկրորդային։ Երեխաները քարտեր են պահանջում, այ մինչև 16 տարեկան արժե երեխայի համար քարտ անել։ Ես իմ սուբյեկտիվ կարծիքը ասեմ, կարծում եմ այո, բայց որոշակի ծնողի վերահսկողությամբ, Բայց տեսեք, միևնույնն է ծնողը այդ գումարը պետք է փոխանցի քարտ եւ քարտով երեխան ծախսի, լավ չի միանգամից այսպես կանխիկ Որական տրամադրի։ Քո անունով ես բացում քարտը, տալիս ես երեխայի ձեռքին եւ դու տնօրին, չէ, դու տնօրինում ես ինչ գործարքներ են տեղում, տեսնում ես հավելվածը։ Բանկային համակարգը թույլ է տալիս։ Կարծում եմ տարբերություն չկա որպես այդպեսին, ես այսպես եմ նայում, մեկը ում ինչպես արմորը։ Այո։ Ինչպեսին է այս ժամանակների սերունդը, այ մեր ժամանակներում ասում էին փողը մեղք է, չի կարելի ձեռք տալ, երեխային հեռու էին պահում փողից, բայց ժամանակները փոխվել են եւ մենք տեսնում ենք երեխաները այլ կերպ են մոտենում ամեն ինչին, իրենց աշխարհընկալումն է այլ։ Շատ հետաքրքիր հարց է իրականում, որովհետև հիմա մենք BS Cosmo Ակադեմիայի շրջանակում իրականացնում ենք արդեն 1 տարուց ավել BS Cosmo Junior ծրագիրը, որը նախատեսված է 10-ից 16 տարեկանների համար, սովորեցնում ենք ֆինանսական գրագիտություն, բիզնես մտածելակերպ, ինքնավստահություն, ինչպես ելույթ ունենալ, ինչպես պաշտպանել քո անձնական սահմանները, բայց հիմնականում այստեղ ավելի շատ ֆինանսական գրագիտությունն է։ Սովորում են իրենց ֆինանսը ինչպես տնօրինել, պայմանական բիզնես պիտի սկսեն, բիզնես գաղափար են մշակում, բիզնես գաղափարի համար ինչ բյուջե են ունենում, հստակ բյուջեն են սահմանում, կահավորման վրա ինչ ծախսեր պիտի իրականացնեն, տարածքի վարձակալություն։ Այո, շատ հետաքրքիր ծրագիր է ինքը որպես այդպեսին ու ծրագիրը մի կողմ դնենք, ընդհանուր գաղափարն եմ ուզում տեղացնել, որ շատ կարևոր է մեզ համար, մենք սա որպես ավելի շատ սոցիալական դերն ենք դիտարկում, մեր սերունդի ճիշտ դաստիարակությունը ավելի շատ ֆինանսական տեսանկյունից եւ փողը ճիշտ տնօրինելու, ավելի այսպես։ Հասկանանք այ հիմքում, առանցքում ինչն է ընկած, այ մեխը որն է։ Ես լսում եմ ձեզ եւ նաեւ հասկանում եմ, որ դուք պատրաստում եք ապագա գործարարների, այո, հենց այդպես էլ կոչվում է ծրագիրը, ապագա գործարար։ Հետաքրությունը ես վստահ եմ մեծ է, բոլորն ուզում են բիզնեսմեն դառնալ եւ դոլարներ աշխատել, այո։ Այո, շատ մեծ է հետաքրքրությունը, այս պահին ունենք մեկնարկող 6 խումբ ամառային, որոնք գրեթե փակ են, պլանավորում ենք արդեն նորերը։ Ամենափոքրը քանի տարեկան է։ 10-ը 9-ել ունենք, 9 տարեկան, այո։ Այստեղ ինձ ուրիշ բանել է հետաքրքրում, ասացի ապագա գործարարներ, բայց ես հաճախ եմ հանդիպում երեխաների, պատանիների, որոնք արդեն իրենց ստեղծում են սեփական բիզնեսը, ձեռքով ինչ որ աշխատանքներ են պատրաստում եւ դրանք վաճառում են, ու ես նկատում եմ, որ երեխաներն իրար մեջ են այդ վաճառքներն իրականացնում, ու ստացվում է, որ հենց փոքր տարիքից մինի բիզնեսներ են անում։
Ոչ, չգիտես, երեխայի վրա զայրանաս, ասես չի կարելի, Պետք չի հաստատ թողնես, որ իրենք այդ գործարքները իրար մեջ անեն, եւ նաեւ նկատել եմ, որ դպրոցներում հետաքրքիր տոնավաճառներ են իրականացվում, հենց դպրոցահասակ երեխաներ իրենք էլ պատրաստում են իրանց ձեռքով, հետո դրանք վաճառում են։ Արդյոք կարող ենք ասել, որ սա եւս ֆինանսական գրագիտության կարևոր բաղադրիչ է եւ երեխաները իրենց են առանց կրթության այդ իրենց բիզնեսը սկսում։ Միանշանակ, որովհետև ես կարծում եմ դա վատ բան չի վաղ տարիքից ձեռներեցության մասին մտածելը, մենք բոլորս մեր մանկուց ինչ որ նմանատիպ բաներով զբաղվում ենք, օրինակ, չգիտեմ, բակում ինչ որ թևնոցներ կային ժամանակին ձեռագործ, հիմա էլ են անում կարծում եմ։ Դե հիմա լավ վաճառում են, ապա ով պատրաստում է վաճառում է։ Ծրագրի շրջանակում էլ շատ հաճախ որ հարցնում եմ երեխաներ ինչ պատկերացումներ ունենք օրինակ բիզնեսի վերաբերյալ, մարդիկ կան ասում են ես զբաղվում եմ բիզնեսով։ Ձեռագործ ինչ որ իրար եմ պատրաստում, մայրիկիս օգնությամբ ինչ որ տպագրություններ եմ իրականացնում, ու այդպես շատ է լինում, ու այդ տենդենսը աճում է ներկապահի դրությամբ բավականին։ Նաև երեխաները վերցնում են ինչ-որ մի իր տանից, հա, չգիտեմ, հայտարարություն են տեղադրում այս կամ այն կայքում եւ վերցնում ասում են ես սա կվաճառեմ եւ հա գումար կաստատեմ։ Այս մեկ մեր տանդարտերն էինք էլի պատմում։ Ինչ անել, արգելել, թե միանշանակ ոչ, ողջունել, մոտիվացնել եւ հավատալ ուժերին, որ հաստատ ժամանակին նա դառնալու է իր պատկերացրած գործարանը, ձեռները։ Այսինքն թևերը չկտրել, ուղակի փորձել է տեսնել, որ ինչ անում են գրագետ անել ավելի շատ։ Այո, միանշան առանց մեր կամքի, այսպես ասած, այսպես թե այնպես իրենք հայտնվելու են այդ ֆինանսական ծախսերը պլանավորելու գործընթացներում, հարցը այսպիսինն է. արդյոք դա լինելու պլանավորված, ճիշտ ձևով կազմակերպված, թե պատահական, հա, ցանկալի է որ պատահականություններից այս դեպքում խուսափենք, որովհետև դա ժամանակի հետ բերելու է ավելի մեծ խնդիրների, հետագայում, որ ավելի հասուն տարիքում չեն կարողանալու տնօրենեն իրենց գումարը։ Այստեղ կարող ենք ասել, որ փոքր տարիքից երբ տիրապետում ունես ֆինանսական գրագիտություն, ավելորդ վարկերի ձեռքը չես տանջվում, ստիպած չես լինում անդադար վարկեր վերցնել։ Ես հենց դրան էի տանում խոսակցություն անվերջանալի լինել։ Ի՞նչն է ձեր կյանքում անվերջանալի վարկերը։ Իրականում, այո, կարծում եմ, որ հենց դրան էի տանում խոսակցությունը, որ եթե վաղ տարիքից սովորեն, հա, տնօրինել իրենց ֆինանսները, իրենց բյուջեն, իրենց գրպանի գումարը միանշանակ հասուն տարիքում արդեն ավելի լավ կպատկերացնեն այդ գործընթացները։ Մենք խոսեցինք, որ մեծանանք վարկերի տակ չընկնենք, մենք հիմա մեծ տարիքում վստահ եմ, որ շատ-շատերն ունեն փոքր, մեծ վարկեր, այս պարագայում կարող ենք ասել, որ երեխաները երբ սովորում են, ինչ որ չափ նաև կրթում են մեզ ինքնաբերաբար առօրյայում։ Միանշանակ ես ինքս շատ եմ հանդիպել նման դեպքերի, որ երեխաները օրինակ ինչ որ բան սովորում են մեզ մոտ, ասում են գիտեք ընկեր արև, գնացել եմ մամայիս, պապայիս ասել եմ, տատիկին ասել եմ, որ ինքն էլ սենց անի, ինքն էլ սենց պլանավորի, օրինակ 30% էս ինչ բանին հատկացնի, մնացած հատվածը ուրիշ ինչ որ մասի ու դարձել գանք մեր օրեր, մեր կենցաղ, հաճախ գալիս ես տուն եւ տեսնում ես երեխան ինչ որ իր է գնել, որը ոչ այնքան պետք է կան։ Արդյոք երեխային կարելի է սովորեցնել ավելորդ ծախս չանել։ Կամ իրեր որոնք հա առաջնահերթություն են կամ եւ երկրորդական, երրորդական եւ այլն։ Միանշանակ հենց այդտեղից է պետք սկսել, հենց այդտեղից է պետք սկսել, երեխան պիտի հասկանա ինչն է իր համար կարիք, ինչը ցանկություն, շատ կարեւոր դաս է սա կյանքի համար առհասարակ։ Բայց հաճախ ցանկությունը հաղթում է։ Շատ հաճախ, այսպես պետք է մեկ էլ հաղթի ցանկությունը։ Միանշանակ ցանկությունն է որ վերածվում է նպատակի, երազանքի եւ այլն։ Միանշանակ ճիշտ է, ես համաձայն եմ, բայց հաստատ պետքա որ ամեն դեպքում իրենք այդ կարիքը ցանկությունից տարբերեն ու առաջնային իրենց բյուջեն, այսպես ասած բյուջեն, հա։ Ենթադրենք երեխային գումար է ցանկացել, նա զրկել է, հա, սննդի համար նախատեսված գումարը գտել է ենթադրենք հեռախոսի պատյան իր համար, որ այդքան էլ կարևոր չէ, առաջնային չէ։ Ցանկությունը ոչ թե համար կարևոր չի, գուցե իր համար շատ կարևոր է, եկեք դա էլ հասկանանք, հա։ Հոգեբանական մասն էլ շատ կարևոր է։ է։ Դե երբ դա արդեն 3-4 պատյանն է, կարծում եմ։ Հա, բայց այստեղ մի կարևոր բան կա, մեր նախասիրություններն ու առաջնահերթությունները ուրիշ են, երեխաներին այլ։ Այո, մենք շատ հաճախ ուզում ենք երեխայի մեջ տեսնենք մեզ, մեր պատկերացումները բարթենք, այսպես ասած իր վրա, հա, պատկերացնենք, որ մենք սա ուզում ենք, ինքն էլ է դա ուզում, մենք սա երազել ենք։ Երեխան սոված չմնա, որպեսզի սնվի այդ գումարով։ Ուրեմն դու 4-րդ պատյանը նրա համար գնիր, որ նա ստիպված չխնայի այդ գումարը։ Այստեղ արդեն դու երեխային երես ես տալիս։ Երես ենք տալիս։ Ինձ թվում է, այո։ Ամեն դեպքում սոված մնա մի անգամ էլ որ հասկանա, որ իրականում այո, թող իրեն կյանքի դաս։ Իսկ ով ասաց, որ ամեն ինչ հեշտ է տրվում այս կյանքում, սա էլ է շատ կարևոր փորձառություն, որ պիտի իրեն մի քիչ նեղություն տա, եթե ինչ որ բան է ցանկանում։ Այնքան գեղեցիկ է հնչում ամեն ինչ։ Այ պետք է հասկանաս, որն է կարիք, որն է նպատակ, որն է ցանկություն։ Հա շատ հեշտ եք ասում, բայց ներեցեք մարդու խառնվածք կա,
որ որքան էլ գրագիտություն է սովորում, միև նույնն է, չի կարող հավաքել այդ մարդը, այդպեսին չի, ձեռք ինչքան փող եղավ, պիտի ծախսի։ Կամքի ուժն է այստեղ գալի։ Չէ, այդքան էլ այդպես չի մարդ կա, որ չի կարողանում հավաքի, մարդ էլ կա անդադար հավաքում է։ Հիմա Համաձայնում, դա մարդու խառնված։ Ծնողը չպետք է պատանց հայտնվի երեխայի ցանկությունների ճիրանում։ Չէ, դա մեծահասակների մասին էի խոսում, երեխեքի մասին չի խոսում։ Դա խառնվածքի հարց է, ճիշտ եք շատ, իրականում մարդիկ կան, որ էությամբ այդպեսին են, իրենք չեն կարողանում գումար հավաքել, գումար խնայել եւ այլն։ Ես խնայել Տիգրան ջան։ Իհարկե։ Վայ, ես չեմ կարող։ Ես մասամբ։ Ոնց գանք բալանսի, ոսկե միջինի։ Ինձ թվում է ամեն դեպքում պահուստային գումար յուրաքանչյուր մարդ պիտի ունենա։ Միշտ սևորվա համար, հա, այսպես ասված։ Բայց դա մի տեսակ լավ չի։ Ինձ թվում է դուք որ չեք կարողանում դրան։ Չէ, այնպես չի որ 0 կոպեկով մանենք գալիս, գրագետ ենք, դրա մասին չի խոսքը, բայց ուզում ես ծախսել, չես ուզում այդպես շատ կուտակել, պահել։ Լրիվ հասկանում եմ իրականում, այո, բոլորիս մեջ կա դա ինձ թվում է, մենակ ձեզ մոտ չի։ Սա իրականում շատ բարդ հարց է։ Ես ասում եմ մեկ անգամ ենք ապրում եւ պետք է վայելել կան։ Ոչ թե պահել, բայց խելամիտ, բայց խելամիտ։ Որոշ չէ։ Պետք է բանալի բառը խելամիտ է։ Այո։ Ցավոք լինում են դեպքեր, երբ փողերը կուտակում են, իրենց զրկում են ամեն ինչից, վերջում այդ փողերը իրենց չի մնում, որովհետեւ իրենք չկան։ Շատ օրինակներ ունենք այդպիսի, որ մարդը ապրել է 80 տարի, 90 տարի, բավական մեծ հոգեպահուստով, բայց հետագայում այդ գումարը, այսպես ասած, իր կյանքից է տարել, հա, ոչ մի բան չի կարողացել վայելի այդ պահի դրությամբ։ Մի խոսքով Իլոն Մասկ դառնալը մեզ չի սպառնում։ Դու չես կարող ասել։ Կարող է նաև սպառնել այս դարում։ Ուր կհասնես։ Արհեստական բանականության դարում Ամեն ինչ, հա, իմիջիայլոց լավ ֆիքսեցիք։ Արհեստական բանականությունը փոխում է խաղի կանոնները բոլորիս կյանքի բոլոր ոլորտներում, ֆինանսական գրագիտության մասով ինչ է փոխվում։ Որպես այդպեսին կարծում եմ դեռ չեն հարում իրար, որովհետև ֆինանսները ամեն դեպքում մարդու որոշումներն են, այսպես ասած, ինչու ոչ, աշխատանքի արդյունքը եւ այլն, բայց ֆինանսական պլանավորման հարցում ինչու՞ չէ կարող ենք ինչ-որ գործիքներից օգտվել, բայց սա ավելի կարծում եմ բիզնեսի կողմը գնում անձնային ինչ-որ Բայց մի րոպե, անձնային արդեն չեն էլ AI չի թողնում նույնիսկ մտածես։ Նա քո փոխարեն որոշում է դու այս տարի բավականաչափ հոգնել ես, ես առաջարկում եմ, որ քեզ լավ կլինի, գնաս, չգիտեմ, որ կուզում հանգստանաս։ Եվ այստեղ ստացվում է, որ դու չես մտածում այլևս։ Նախկինում ինչ պիտի մտածեիր, փնտրեիր, ժամանակ ծախսեիր, գտնեիր, հաշվարկեիր, ֆինանսական գրագիտությունը օգտագործեիր, որպեսզի մաքսիմալ քիչ ծախսեիր, ու այս պարագայում ստացվում է ոչինչ չես անում։ Ուղեղը չի ժանգոտում։ Ես մի փոքր ավելի անհանգստանում եմ մեր եկող սերունդի համար, ոչ թե արդեն հաստատված, հա, սերունդի համար, որովհետև ինչի, որովհետև մենք ամեն դեպքում մեր ժամանակին սովորել ենք դպրոցում, համալսարանում եւ այլն, եւ ի հայտ է եկել այս ամեն այն ժամանակ, երբ մենք արդեն ունենք բազա, մեր ստեղծած տեսակը եւ այլն որպես այդպեսին, բայց իրենց մոտ այս ամեն ինչը զուգահեռ արհեստական բանականությանն է գնում։ Ու շատ հաճախ ես նկատում եմ, որ դասերն են, հա, ամբողջությամբ արհեստական բանականությամբ իրականացնում սովորում որպես այդպեսին, ինչը կարծում եմ այո վտանգ իրենից ենթադրում է եւ ծնողի ուշադրությունը այստեղ շատ կարեւոր է։ Ես չեմ ասում որ պիտի ուսուցիչների այո չեմ ասում որ բացառենք արհեստական բանականության կիրառումը, որ ինքը շատ լավ գործիք է, օգնող գործիք է թե մեր աշխատանքում, թե անձնական կյանքում, բայց պետքա այդ չափը բարիերը չանցնել, հա, սա շատ կարևոր է, որ երեխայի մասով այդ վերահսկողությունը ունենանք, որ ամեն ինչը չանի ինքը արհեստական բանականությամբ։ Հիշենք, որ արհեստական բանականությունը մեր օգնականն է, ոչ թե մեր փոխարեն աշխատողը։ Մենք հաճախ գերագնահատում ենք։ Իհարկե, հաճախ այո գործիք է լավ մասնագետի ձեռքում։ Եվ այդքան էլ պետք չէ վստահել արհեստական բանականության տված ինֆորմացիային, մեկ էլ տեսնում ես քեզ համար սուտ է հորինել, ողոնել, որ քեզ դուր գա։ Որովհետև դու չգիտես նա ինչ աղբյուրներից է օգտվում։ Դե աղբյուրները պահանջում ես, որպեսզի ուղարկի եւ ճշտես, այս բանական եւս շատ կարեւոր է։ Ես չեմ կարծում խանութ գնալուց պետք է ասես արհեստական բանականությունը հաշվիր ինչքան գումար ծախսեմ այսօր այս խանութում։ Ու այդպես մի ասա, մարդիկ կլինեն, որ կանեն, հավատացնում եմ քեզ։ Այո, կան, միանշանակ կան։ Խնդրեմ։ Եվ այստեղ իհարկե խաղի կանոնները ամենուրեք են փոխվում, այս պարագայում կարող ենք ասել, ինչով են զարմացնում երեխաները։ Ստեղծարար մտածողությամբ իրականում, քանի որ ես ամեն օր ասոցացվում եմ, հա, իրենց այդ մտածողությանը, իրենց մտքերին շատ տեղ ենք տալիս իրենց, հա, մտածելակերպի զարգացմանը, ինչի, որովհետև փորձում ենք մենք շատ որպես այդպեսին երկար տեքստերով, լեկցիաներով, գրքային գիտելիք առանձնել հիմա դպրոցում շատ է, մենք փորձում ենք կրթական սիստեմը։ Այո, մենք փորձում ենք ավելի գործնական кейսերով, խաղերով, հետաքրքիր սիմուլյացիաներով, բյուջե են ունենում, ինչ որ բիզնես գաղափար են վերցնում, իր վրա սկսում են աշխատել, օրինակ ֆինանսները
հա, որպես այդպեսին պլանավորել, մարքեթինգ իրականացնել, Մտածող սերունդ է ընդհանուր։ Այո, կարծում եմ շատ, ես համաձայն չեմ այն կարծրատիպերին, որ հիմիկվա, որ ասում են, չէ, հիմիկվա սերունդը ոչ մի բան չեն կարողանում անել։ Ավել կարող են։ Շատ ընդունակ են, շատ կրեատիվ են, շատ մտածող են ու ես վստահ եմ, որ մենք բավականին Իսկ կան նախագիծ է, որ ձեզ զարմացրել է իրենք են գծել ամբողջը Այո, ներկայացրել։ զարմացրել է հաճելիորեն, ունեինք նախագիծ արհեստական բանականությամբ հագեցած, parking-ի, հա, ավտո մեքենաների կանատեղիների հարցը լուծող, որպես այդպեսին, նախ որտեղից է սկսում ենք, բացահայտում ենք շուկայում խնդիր։ Սա շատ կարևոր է, իրենք գտնում են, թե որտեղ կա ինչ-որ խնդիր, ինչ-որ մի բաց, որ իրենք իրենց բիզնես գաղափարով կարող են դա լրացնել, ու իրենք գտել են, որ այս Այսինքն սոցիալական հարցեր են լուծում իրենց բիզնեսը։ Համակարգ են ստեղծել, որը որ վարորդին ուղարկում է, թե իրեն մոտ տարածքում որտեղ կա կայանատեղի անվճար, վճարովի ամենից ցույց է տալիս տեղով եւ այլն, ու իրենք անգամ արհեստական բանականությամբ հոլովակ էին ստեղծել, թե այդ ամենը ոնց է լինելու։ Դու լրիվ նայում ես պատկերած ես տեսնում եմ շատ բիզնեսների մոտ, քանի որ ինքս մարքեթինգի մասնագետ եմ նաև, տեսնում եմ շատ բիզնեսների մոտ բացակայում այդ ամեն ինչը այդքան պատկերավոր ներկայացնելը, իրենք շատ պատկերավոր, շատ Եթե պատկերացնում ես, ուրեմն կհաջողես։ Միանշանակ, այո։ Հետաքրքիր է, շատ կեց է, բրավո։ Ինձ մի բան էլ է հետաքրքրում, ասացիք խաղերով եք նաև փորձում իմիտացիաներ ստեղծել։ Մենք մեր մանկությունը նաև անցել է լոտո խաղալով եւ մոնոպոլիայով։ Մոնոպոլիայով մենք ձեռք էինք բերում հյուրանոցներ, փողի հետ գործ ունենք, արդյոք սա եւս ճկունացնում է միտքը բիզնես աղմով։ Միանշանակ, որովհետեւ մարդը առհասարակ միշտ սովորում է փորձից։ Երբ որ ինչ-որ մի բան փորձում է, անում է, հստակ տեսնում է իր արածի արդյունքը։ Սա ամենալավ սովորելու տարբերակն է։ Եթերից հետո գնանք մոնոպոլիա խաղալու։ Գնացինք, ես էլ կգամ։ Մեզ մնում է հաջողություններ մաղթել ձեզ, հետաքրքիր նախաձեռնություն է երեխաներին վաղ տարիքից նաև սովորեցնել ունենալ ֆինանսական մտածելակերպ, ֆինանսական գրագիտություն։ Շնորհակալ ենք եւս մեկ անգամ, հիշեցնենք, որ մենք զրուցում ենք BS Cosmo Ակադեմիայի կրթական պատասխանատու Արևիկ Գևորգյանի հետ, կարճատև դադար, որից հետո կշարունակենք։ Սուրճ ու սեր առավոտից։ What's up? Come pull up in my spot. Let's keep the night glowing. I don't ever wanna stop. I'll never leave this road. I'ma need it. More sky is turning blue. Let it clear the slow lip stain on the rim. Face is about to blow, sinking in my teeth. I bite on it.
10:29 դուք շարունակում եք լսել եւ դիտել հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Վաու, այսինչ նոր ֆոն հնչեց մեր եթերում, բավականին ռոմանտիկ ես կասեի։ Եվս մեկ անգամ բարի լույս հարգելի ռադիոլսողներ։ Չէ՞ որ ֆինանսները միշտ ռոմանս են երկրում։ Շատ, ինչ խոսք, էնել ինչպիսի ռոմանս, շատ ռոմանտիկ դաշտ է ֆինանսի դաշտը։ Հասկացա ինչով է արտարացված այս ֆոնեն երաժշտությունը։ Լավ, հասկացա։ Խոսելու ենք մեծ ֆինանսներից։ Այ Աստված, ոնց չեմ սիրում այդ մեծ ֆինանսների հետ գործ ունենալ, չես պատկերացնի։ Եվ այն էլ ինչպիսի։ Իլոն Մասկը պաշտոնապես ամրապնդել է իր կարգավիճակը որպես աշխարհի առաջին տրիլիոնատեր, հասնելով ֆինանսական նշաձողի, որը երբեք չի գերազանցել ոչ ոք, ոչ մի մարդ։ Ես ուրիշ հարց ունեմ իրեն։ Իսկ նա երջանիկ է այդքան փողով։ Եթե լսում են, նա քեզ անպայման կպատասխանի։ Ես լուրջ ուզում եմ հասկանալ, արդյոք նա երջանիկ է թե ոչ, որովհետև հաճախ մենք շատ ավելի կարևոր բաներ չենք տեսնում, մենք տեսնում ենք ցուցադրվածը միայն եւ այս պարագայում վաու, իրականում շատ մեծ գումարները չեն, որ երջանկություն են բերում։ Ասա խնդրեմ, ինչպես կարելի է ֆիզիկապես պատկերացնել 1 տրիլիոն դոլարի չափը, գումարը։ Չեմ պատկերացնում։ Տրիլիոն։ Հա, հասկացա։ Այո, ճիշտ է ամենից որ չես պատկերացնում, որովհետև մարդու ուղեղը էվոլյուցիոն առումով հարմարեցված չէ այս մեծության թվերը հասկանալուն, ուստի մենք որոշեցինք Տեսլայի հիմնադրի անհավանական հարստությունը թարգմանել հասկանալի երկրային եւ տիեզերական համատեքստի։ Դա որն է կարող ես մանրամասնել, որ հասկանանք։ Արի հասկանանք, եթե դուք փորձանեք $1 թղթադրամների միաչափ կույտերով, յուրաքանչյուր թղթադրամ ընդամենը 0.016 սանտիմետր հաստություն ունի, մասշտաբը կլիներ հետևյալը։ Ինչքան։ Աշտարակ դեպի լուսին։ Եթե դուք 1 տրիլիոն դոլարանոց թղթադրամները դասավորեք ուղղահայաց, այն կբարձրանա ավելի քան 109,000 կիլոմետր։ Իսկ արի 100-ով անենք, այսպես են արել, որ ավելի զավեշտալի թվա։ Դե այդ քո ասած տարբերակը չէր ծածկի երկրից մինչև լուսին հեռավորությունը 1/4-ից ավելի։ Արեգակից ավելի հեռու ճամփորդություն, եթե այս նույն թղթադրամները դասավորեին մեկ շարքով հարթ մակերեսի վրա, թղթադրամի երկարությունը 15.6 սանտիմետր է։ Արդյունքում ստացված դոլարի հետքը ամբողջությամբ կծածկեր երկրից մինչև արեգակ հեռավորությունը եւ կձգվեր գրեթե 6.4 միլիոն կիլոմետր այն կողմ։ Պատկերացնում ես։ Չեմ կարող, ճիշտ ասած անզոր եմ։ Հետո հելի բաներ կա, որ պիտի զարմանալ։ Հետո միլիոնի, միլիարդի եւ տրիլիոնի միջև հսկայական տարբերություն հասկանալու մեկ այլ տեսողական միջոց է այս թվերը ժամանակի միավորների վերածելը, վարկյանները որպես հիմք օգտագործելով։ Եվ այսպես, 1 միլիոն վարկյան առաջ 2026 թվականի հունիսի 1-ին էր, բառացիորեն երկու շաբաթ առաջ։ 1 միլիարդ վարկյան առաջ 1994 թվականի հոկտեմբերն էր 1990-ականների կեսերը, երբ ինտերնետը նոր էր սկսում գործել։ Եվ 1 տրիլիոն վարկյան առաջ, մոտավորապես մեր թվարկությունից առաջ 30,000 թվականն է, երկիրը գտնվում է վերջին սառցե դարաշրջանի կեսին եւ մամոնտները թափառում են մոլորակի վրա։ Ուղեղիցս ծուխ է դուրս գալիս, առավոտ շուտ, կարելի է այսքան ծարաբեռնել ուղեղը նման թվային։ Եվս մեկ հետաքրքիր փաստ, ավելի հարուստ քան երկրների մեծ մասը, Իլոն Մասկի կարողությունն այժմ գերազանցում է 197 երկրի համախառն ներքին արդյունքը։ Չգիտեմ ինչ պատկերացնում ես։ Մոլորակի վրա մնացել է ընդամենը 21 երկիր, որոնց տարեկան տնտեսությունն արտադրում է ավելին, քան միայն այս մարդը կարող է ունենալ։ Տիգրան ջան, դա ժամանակի հարց է, մի քանի օր անց էլ կիմանանք, որ 21-ը դարձել չկա։ Չէ, եղել։ Մի խոսքով ես էլ խճճվեցի այս ամենի մեջ։ Իսկապես ուղեղիցս ծուխ է դուրս գալիս, ճիշտ ժամանակն է, որպեսզի լսենք հերթական երաժշտական կատարումը։ Ես էլ եմ այդպես իսկապես այլևս հարավոտ կաթափվել է պետք այս թվաբանությունից հետո։ 3, 4, 5, everybody in the car, so come on, let's ride to the liquor store around the corner. The boys say they want some gin and juice, but I really don't wanna be a buzz like I had last week. I must stay deep, cause talk is cheap. I like Angela, Pamela, Sandra, and Rita. And as I continue, you know they're getting sweeter. So what can I do? I really bag you, my lord. To me, flirting is just like a sport. Anything fly, it's all good. Let me jump in, please sing in the trumpet. A little bit of Monica in my life, a little bit of Erica by my side, a little bit of Rita's all I need, a little bit of Tina's what I see, a little bit
bit of Sandra in the sun, a little bit of Mary all night long, a little bit of Jessica, here I am, a little bit of you makes me your man. Mambo number 5. Jump up and down and move it all around. Shake your hand to the sound, put your hands on the ground. Take one step left and one step right. One to the front and one to the side. Clap your hands once and clap your hands twice. And if it looks like this, then you're doing it. A little bit of Monica in my life, a little bit of Erica by my side, a little bit of Rita's all I need, a little bit of Tina's what I see, a little bit of Sandra in the sun, a little bit of Mary all night long, a little bit of Jessica, here I am, a little bit of you makes me your man. Trumpet. Mambo number 5. A little bit of Monica in my life, a little bit of Erica by my side, a little bit of Rita's all I need, a little bit of Tina's what I see, a little bit of Sandra in the sun, a little bit of Mary all night long, a little bit of Jessica, here I am, a little bit of you makes me your man. I do all to fall in love with a girl like you, 'cause you can't run and you can't hide, you and me gonna touch the sky. Mambo number 5. Սուրճ ուսեր առավոտից։ Միայն ու միայն սուրճոսեր եւ միայն ու միայն հանրայինի ուղիղ եթերից ամենաշխատանքային օր ժամը 9:30-ից։ Ու լավ տրամադրություն ձեզ իրականում դրական էներգիա, լավ երաժշտական կատարումների միջոցով մենք այսօր խոսում ենք ֆինանսական գրագիտությունից, ասում է հարուստը նա չէ, ով շատ է վաստակում, այլ նա ով գիտի ինչպես տնօրինի իր գումարը։ Իսկ ով է նա, ով գիտի ինչպես տնօրինի գումարը, բայց այդուհանդերձ չի կարողանում ճիշտ տնօրինել գումարը։ Ես ոստեմ գումար որ լինի, մենք հաստատ գիտենք ինչպես այն տնօրինել, թող լինի գումարը։ Տեղում ծախսեք ճամփորդությունների մի քանի վայրկյան եւ ցտեսություն գումար։ Եթե շատ գումար ունենաս, ինչ կանես օրինակ։ Այ դու շատ լավ միտք ասացիր ճամփորդություն եւ այն էլ ընտանյոքան դեր։ Այո, ասում է փողը նպատակ չէ, այն գործիք է, իսկ ֆինանսական գրագիտությունը սովորեցնում է այդ գործիքը կառավարել, որպեսզի այն չկառավարի։ Շատ լավն էր։ Իմիջայլոց հետաքրքիր մի փաստ, հետազոտություններ է անցկացվել եւ պարզվել է, որ մարդկանց մեծ մասը չի հիշում, թե փոքր ծախսերի վրա ամսական որքան գումար է կորցնում։ Օրինակ, օրական ընդամենը 500 դրամի աննկատ ծախսը տարվա ընթացքում դառնում է ավելի քան 180,000 դրամ։ Ֆիքսեք, մենք օրական ինչ անիմաստ ծախսեր ենք անում, փոքր մանր եւ դրանք պատահական չէ, որ բացում ես հավելվածը, տեսնում ես կար, ենթադրենք 50,000 եւ չկա։ Եվ ուզում ես հիշել, ինչ ես գնել, բարձում է որ մանր դες փոքրիկ ինչ որ բանիկներ, հա։ Ինչ-որ բան ես համտեսել, ինչ որ մի սետից բան ես գնել եւ ախատրի 50,000-ը չկա։ Հիմա շատ-շատերը ինձ կդատապիտեն, բայց մի քիչ հեռու պահեք ձեզ համապատասխան օնլայն խանութների ցանցերից, որպեսզի չսնանկանաք։ Դա լուրջ կախվածություն է առաջացնում։ Իմիջիայլոց ֆինանսական որոշումները հաճախ ավելի շատ զգացմունքներով են կայացվում, քան հաշվարկներով։ Այդ պատճառով խանութներում օգտագործվում են զեղչ, վերջին հնարավորություն, նման առաջարկ չի եղել, սահմանափակ առաջարկ արտահայտությունները մոգական ուժ ունեն եւ դու միանգամից լիկվիդացիոն գներ։ Եվ դու օրինակ, հա, ենթադրենք պիտի լինի 12,000 դրամ, դարձնում են 11,999 դրամ,
որովհետև առաջին երկու թիվն ես տեսնում ու չես ասոցացնում դրան 12000-ի հետ։ Այ եթե 12 դնեն ավելի թանկ կթվա քո աչքին, քան 11 ու 999, այս պարագայում ֆիքսենք սա եւս մոգական է։ Էլ չեմ խոսում վերջին զեղչերը, շտապեք ու դու վազում ես խանութ, պարզվում է որ բացարձակ զեղչ չկար, բայց Եվ այդ ապրանքը վաճառվում է տարին 12 ամիս։ Բաղադրյալ տոկոսի օրենքի մասին խոսենք, հաճախ անվանում են աշխարհի 8-րդ հրաշք։ Որքան շուտ սկսես խնայել, այնքան ավելի մեծ արդյունք կարող ես ստանալ երկարաժամկետ հեռանկարում։ Բայց ես նաև հաճախ տեսնում եմ մասնագետների, որոնք ասում են, որ ուղղակի զուտ վերցնել, խնայելը դա ոչ մի օգուտ չի տալիս։ Դու պետք է կարողանաս այնպես անել, որ գումարը միշտ գա քեզ, դեպի քեզ, միշտ քեզ Թող կա դեմ չէ։ Ասում եմ մի հայտնի ֆինանսական օրինակ կա սուրճի էֆեկտը։ Եթե ամեն օր հրաժարվես 1000 դրամանոց ոչ անհրաժեշտ գնումից եւ այդ գումարը խնայես 1 տարում կկուտակես մոտավորապես 365000 դրամ։ Բայց ներեցեք, մենք սուրճի վրա փող չենք խնայում։ Այո, եթե չլինի սուրճը, չենք լինի նաեւ մենք հաղորդումով հանդերձ։ I don't want to talk about things we've gone through, though it's hurting me. Now it's history. I played all my cards, and that's what you've done too. Nothing more to say, no more ace to play. The winner takes it all, the loser standing strong beside the victory. That's her destiny. I was in your arms, thinking I belonged there. I figured it made sense, building me a fence
sad, and I understand. You've come to shake my hand. I apologize if it makes you feel bad, seeing me so tense, no self-confidence. But you see, the winner takes it all. The winner takes it all. 10:45 եւ մենք շարունակում ենք աշխատել հանրային ռադիոյի ուղիղ եթերում։ Եվս մեկ անգամ ողջունում ենք բոլորիդ հարգելի ռադիոլսողներ եւ մաղթում որպեսի գրագետ ծախսեք ձեր գումարները, եթե հնարավոր է օրինակ A կետից B կետը ոդկով հասնել, ապա աստղաբաշխական թվեր չվճարել տաքսիներին, այլ ոդկով գնալ, որովհետեւ դա նաեւ առողջարար է։ Իսկ եթե սիրտը ցանկանում է, Ինչ տաքսի նստել, այո, մեքենայով գնալ։ դե նստիր։ Որոշումը քոնն է, բայց այդուհանդերձ Աղթեց ցանկությունը, բայց այստեղ այս պարագայում կարևոր է խելամիտ ցանկության պահը հասկանալ, Տիգրան ջան։ Կոմֆորտը մնում է կոմֆորտ։ Դե լավ, հա, կոմֆորտ է նաև ոդկով քայլելը, զբոսնելը, եւ դա առողջարար է նաև։ Եթե շոկը եւ արևը քեզ չի սպասում։ Ես ոնց հասկանում եմ, այդպես էլ սպասում ենք երկար, սպասում։ Դե այս բային 23 աստիճան է Երևանում, օրվա ընթացքում միջև 28 աստիճան կբարձրանա, այդքան էլ շոկ չի լինի։ Երեկոյան էլ կարող է լինել անձրև։ Ահա, դա նշանակում է, որ պիտի քայլեք, հատկապես փոքր կենտրոնում հարգելի ռադիոլսողներ, որովհետև կարծում եմ խցանումներն էլ իրենցն են անում, ինչ քայլես քեզ համար զբոսնելով գնաս, պաղպաղակուտելով գնաս, սուրճ խմելով գնաս, որովհետև take away-ները շատ են, ինչ նստես տաքսու մեջ եւ ժամերով մնաս այդ տաքսու մեջ շոկին։ 7 բալ խցանումային նիշը դեռ մեզ հետ է։ Տեսնում ես, վաղվանից խցանումները էլ ավելի կթեժանան, հատկապես աչափնյակի հատվածում, որովհետև կամուրջը փակվելու է ու լավ է որ նորոգում են, որովհետև շատ կարևոր է, սա մեր ապահովության ու անվտանգության համար է։ Եվ լավ է որ ամառվա թեթև շրջանում է այդ նորոգումը իրականացվում եւ չի պարալիզացվի կրթական համակարգը։ Տեսնենք վաղվանից ինչպես ենք հասնելու Ոյ, չգիտեմ Տիգրան ջան, մենք արդեն Տիգրանի հետ գծում ենք ուղղությունները, թե ինչ տարբերակներով պիտի շրջանցենք, այո։ Տիգրան, եթե քեզ նվիրեին 1 միլիոն դրամ, ինչ կանեիր։ Միանգամից կծախսեիր, սպասիր, տարբերակներ կան։ Միանգամից կծախսեիր հաճույքների վրա, մի մասը կխնայիր, մի մասը կծախսեիր, կթաքցնեիր տանը բարձի տակ ու կմոռանայիր դրա մասին։ Բարձի տակ։ Չեմ հավատում։ Ես կասեի 4-րդ տարբերակը, ես կհայտարարագրեի։ Բա որ նվիրեին, պիտի հայտարար։ Անպայման հայտարարագրեի։ Տեսնում ես ինչ կարևոր ճիշտ որոշում։ Եթե շահեիր 1 միլիոն դրամ, որ տարբերակն է ամենախելամիտը, ամեն ինչ ծախսել մեկ շաբաթում, կազմել պլան, խնայողություններ դրում եւ ծախսեր, կգնեիր ամենաթանկ հեռախոսը։ Դու ամենաթանկ հեռախոսն ունես։ Ոչ, ես դարձյալ կհայտարարագրեի։ Բանալի բառը այսօր հայտարարագրիր ունեցվածքը։ Լավ, իսկ եթե աշխատավարձիդ բարձրացում լիներ, առաջին հերթին կավելացնեիր քո ծախսերը, կավելացնեիր նաև խնայողությունները, թե կվերցնեիր նոր վարկ։ Ոչ ոքի չի ասի, որ բարձրացրել էր։ Կիմանանք, տնից ենք։ Մենք ամեն ինչ գիտենք։ Արի եթերից հետո գնանք համապատասխան բաժնի դուռը թակենք, գուցե ավելացրել էր, ես քեզ կասեմ։ Եթե ունենայիր 500,000 ազատ գումար, որ ինչ կուզես կանես, չհայտարարագրել, մի հայտարար։ 500,000 ինչ գումար է որ։ Սպասիր, արդեն հայտարարագրված է հաշվենք, հա։ Երկու տոմսի փող։ Լավ, ամեն ինչ, ինչու կարող ես օրինակ 8,000 դրամով տոմս գնել որևէ երկիր։ Հենց դες այդ տոմսը ինձ դուր, հա։ Հա, կգտնեմ կտամ, Գյումրիից կարող ես գնալ օրինակ Կիպրոս։ Որ այ որ ռեալ գտնես, սեղմես չասեն ավարտվել է արդեն։ Հա, դա չգիտեմ, բայց կա գովազդվում։ Հենց ռեալ գտնես ինձ դուր։ Լավ, եթե աշխատավարձիդ բարձրացում ստանայր, դա ասացի, եթե շատ լավ Վիկտորինա ես ընտրել։ Ես այնքան դուրս գալիս է այդ հետո էլ ինչ կա աշխատավարձի մասին։ Ֆանտաստիկայի ժանրի Վիկտորինա ես գտել։ Եթե ունենայիր 500,000 դրամ ազատ դրամ, որը հայտարարագրված է արդեն պետք։ Քո կարծիքով որ տարբերակն է ավելի շահավետ երկարաժամկետ առումով։ Ամեն ինչ ծախսել ռեստորաններում լավ տարբերակ է։ Գնել այնինչ վաղուց ուզում էր, էլի լավ տարբերակ է։ Մի մասը ներդնել կամ խնայել ապագայի համար։ Ասեմ։ Դա իրականում իմ ձմեռային անվադողերի 50%-ն է այդ գումարը։ Աստված իմ, հասկացա, կծախսեիր դրա վրա, որովհետև դա գոնե կեսը, այո։
Այսքան թիվը փոխեմ էլի։ Գոնե 1 միլիոն ասեիր։ Դե լսիր, գիտես, մի տեսակ համեստ եմ ինձ պահում։ Եթե ամսվա վերջում 50,000 դրամ։ Դե լավ, էլի, արդեն անհետաքրքիր դարձավ, չէ, այն աշխատավարձի մասնուր է բարձրացում, այդպես նորից կարտա, այդ մասը նորից կարտա։ Արագ կծախսեիր, որ չի մնա, արագ կծախսեի, որովհետև ծախսելու չի, այնքան արագ է 50,000-ը շատ արագ գնում եմ։ Կտեղափոխեիր խնայողական նպատակին, կտայր առաջին հանդիպած մարդուն։ Օրինակ կտայր առաջին հանդիպած մարդուն։ Դե քանի առավոտ շուտ քեզ եմ հանդիպում առաջին։ Դե դուր էլի, ինչ կլինի։ Լինի տամ, Հա, դե տես ասել ես, լավ։ Եթե հանկարծ գտնեիր 10 միլիոն դրամ, որն է ամենատարածված սխալ արձագանքը, խորհրդակցել մասնագետի հետ, ժամանակ վերցնել որոշում կայացնելու համար, մտածել, որ արդեն երբեք աշխատելու կարիք չկա։ Պետք է հայտարարել այդ 10 միլիոն դրամը։ Դու այսօր ինչ-որ հակապետական բաներ ես ասում ես։ Սախում եմ ուղղակի։ 10 միլիոն դրամ գտնես տանես, ինչ պետք է հայտարարել, լինել ազնիվ, ասել, որ ես գտել եմ 10 միլիոն դրամ ունես, հայտարարագրեցիր։ Հետո ինչ ես մտածում, էլ քեզ պետք է աշխատել օրինակ ամբողջ կյանքում։ Պետության հարկերը հենց մուծեմ, արդեն, մի երկու տեղը ճամփորդեմ, արդեն կհասկանամ, աշխատել։ Դե բա ինչ Անիմաստ էին իմ այսքան հարցերն ու տվայտանքները, ինչ խոսք։ Բայց այդուհանդերձ կարծում եմ համամիտ կլինեք եւ շատ մեծահարուստներ են դրա մասին խոսում, որ ոչ թե մակնիշի, չգիտեմ ինչ ընկերության հայտնի բրենդի արտադրանքը ձեռք բերելն է այսօր կարևոր, այլ ավելի շատ կարևոր են հույզերը, որոնք դու ստանում ես ճամփորդելուց կամ հարազատներիդ հետ ժամանակ անցկացնելուց։ Նայած ում համար մարզասերների համար ֆուտբոլն է կարևոր այսօր հարգելի Լուսինեն։ Ֆուտբոլն է կարևոր։ Ֆուտբոլն ուր։ Ես ասեմ նաև հետաքրքիր փաստ եմ եղել, այ բոլորը ուշիուշով սպասում են թե հուլիսի 19-ին ով է հանձնելու աշխարհի 2026 թվականի առաջնության գավաթը հաղթող թիմին։ Այ ասա խնդրեմ, ով է հանձնում սովորաբար։ Հաղթող թիմի։ Նախորդ հաղթողը։ Այդ լոգիկայով եմ մտածել։ Հիմա դու տես, FIFA-ն բացառություն կանի։ Ինչու՞։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համար։ Այսինքն Դոնալդ Թրամփն է հանձնելու։ Այո, թույլատրելով նրան անձամբ հանձնել աշխարհի 2026 թվականի առաջնության գավաթը հաղթող թիմին։ Պատկերացնում ես։ Հա։ Իդեպ, այս քայլով նաև կխախտվի FIFA-ի պաշտոնական հողակարգը։ Չէ՞ եմ ուզում հասկանալ։ Հիմա պատասխանում հարցին, ավանդույթի համաձայն գավաթը դրվում է պատվանդանին, պատկերացրու, որից հետո չեմպիոնների ներկայացուցիչը այն տանում է հարթակ թիմակիցների հետ հաղթանակը տոնելու համար։ Սակայն FIFA-ն ոչ միայն չի առարկում, որպեսզի Թրամփը գավաթը վերցնի ու հանձամբ հանձնի հաղթող թիմի ավագին, այլև Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին իրավունք կվերապահվի ինքնուրույն որոշել մնալ ֆուտբոլիստների հետ հարթակում ու միանալ տոնախմբությանը, թե կանգնել մի կողմ համակազմակերպիչ երկրների Մեքսիկա եւ Կանադայի կողքին, ինչպես նաեւ այլ պաշտոնական ներկայացուցիչների հետ միասին։ Ինքը կորոշի։ Հա դե բա մնում էր մենք որոշեինք։ Մնում է սպասենք գա հուլիսի 19-ը եւ եզրափակիչը կայանա, տեսնենք Թրամփը Նյու-Յորքում ինչ անելու, ինքն է գավաթը վերցրել տանի հանձնի, թե կանգնի։ Իսկ ինչ ես կարծում։ Ես կարծում եմ, որ ինքն է տանելու գավաթը հանձնի։ Դե կտեսնենք։ Ինձ թվում է այդպես է լինելու, արի հիշենք այս ասածը եւ փորձենք տեսնել։ Իդեպ նման նախադեպ արդեն գրանցվել է 2025 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում նոր ձևաչափով կայացած աշխարհի ակումբային առաջնության ժամանակ մրցաշարում հաղթած Լոնդոնի Չելսի պարգևատրման ժամանակ Թրամփը անձամբ էր հանձնել գավաթը ու մնացել բեմում ֆուտբոլիստների հետ նշելով տիտղոսի նվաճումը։ Այն ժամանակ Ամերիկայի նախագահը չէր լքել հարթակը, անգամ անտեսելով FIFA-ի նախագահ Ինֆանտինոյի նրան մի կողմ տանելու փորձերը։ Նա այս անգամ էլ է մնալու եւ քանի որ տեսել են անիմաստ է, ասել է բալամ դե վերցրու դու էլ հանձնի։ Դե ինքը պիտի տա, ինքը կտա կմնա ֆուտբոլիստների հետ, այնպես որ ամեն ինչ բարձ է։ Այո։ Լսում ենք հիմնը պաշտոնական։ Հա, լսենք։ Լսենք։ You were born here in this place. You belong. You've been this brave. You're strong. Die, die, equal, darling, let's go. Die, die, equal, darling, let's go. Come follow your desire. When there's a will, there's a way. You're the owner of that fire. No one can take it away. Sweat and blood to write your story. That is how you pave the way. And lows, all the tears and the pain. You've been there through it all, been through
asking all. We can't hold on to the past no more. From the dirt and the tears we may go. We are more than flesh and bones. All the highs and lows, all the tears and the pain. You've been there through it all, been through it all, just do it again. Now you got to believe, I believe, cause you know what it takes to be living my dream at the top of your game. Feel it, got everything you needed. Now bring it like you need it, just like you need it. Սա էլ հատուկ ֆուտբոլասերների համար այս տարվա աշխարհի գավաթի պաշտոնական հիմնը Շակիրայի կատարմամբ։ Մտածեցի, որ մեր ռադիոյի սուրճ ու սեր առավոտից հաղորդման համար էլ պիտի հիմք գրվի։ Այո, երգ պիտի ունենանք։ Երկենք ես դու վեգան սևակա ահավոր։ Դա հարց է, դրանից հետո էլ կլսենք թե չէ, դա մեծ հարց է։ Շատ ված գաղափարեր իրականում։ Ինչ են գրում ռադիոլսողները մեզ։ Արմինե Հովսեփյանն ասում է բարի լույս սիրելիները, սարդիական թեմա եք քննարկում շատ կարևոր ծնողի համար, ֆինանսական գրագիտության մասին էր խոսքը, Եստեր Նեմխիթարյանն նաև մեզ ողջունում։ Շնորհակալ ենք ձեզ ակտիվության համար։ Օրինակ մենք հույս ունենք, որ այսօրվա զրույցից եւ թեմայից որոշակի հետաքրքիր տեղեկություն քաղեցիք ձեզ համար եւ կփորձեք առօրյայում ֆինանսական ծախսերի ժամանակ ճիշտ օգտագործել այդ տեղեկությունը ի օգուտ ձեզ։ Դες հունիսի 16-ի ամառային առավոտը ձեզ հետ միասին անցկացրեցին Լուսինե Մուրադյանը եւ Տիգրան Հարությունյանը, մենք կրկին հանդիպելու ենք ձեզ հետ վաղն առավոտյան։ Մյուսօրներ, մեզնից բրծում չկա, կփորձենք շուտ դուրս գալ տանից, որովհետեւ հիշեցնում ենք, որ վաղվանից Կիևյան կամուրջը փակ է լինելու։ Կգանք կպատմենք վաղը ոնց հասանք եւ հարգելի ռադիոլսողներ, ձեզ եւս մեկ անգամ հորդորում ենք սովորականից մի քիչ շուտ դուրս եկեք, որպեսզի կարողանաք ադապտացվել եւ հասկանալ թե որ երթուղին որտեղից պիտի նստեք, որպեսզի հասնեք A կետից B կետ։ Այսօր համար այսքանը հաճելի ամառային օր եւ հաջող աշխատանքային օր կհանդիպենք վաղը։